Hello, this is Meta Support Team նորից մի օր մտնում ես Instagram կամ Facebook ու դիրեկտում տեսնում ես նամակ, որ որևիցե մի անհասկանալի էջից Meta Support Pro Team կամ նմանատիպ էջի ինչ-որ անունից նամակ է ստացել իբր թե էջը խախտել է անվտանգության կանոնները, խնդրում ենք անցնել հղմամբ, ունենք մի քանի օր բողոքարկման համար ու նմանատիպ իրավիճակներ։ Ու հենց այդ պահին սիրտդ կսկվում է։ Էջը, որի վրա տարիներով ժամանակ ես ծախսել, կոնտենտ ես տվել, գովազդ ես միացրել, լիքը բյուջե ես ծախսել, հիմա վտանգված է։ Իսկ իրոք նամակ է ուղարկում Facebook-ը կամ Instagram-ը։ Իհարկե ոչ Instagram-ը, ոչ Facebook-ը եւ ոչ մի այլ թվային հարթակ երբևիցե դիրեկտով ձեզ հետ չի կապնվում։ Որպեսզի կարողանաք տարբերել խաբեությունը իրականից, պետք է իմանաք, որ Facebook-ը կամ Instagram-ը ձեզ հետ կարողանում են կապնվել երկու տարբերակով։ Մեկը business support home-ն է, որտեղ տեսնում եք ձեր խախտումները եւ կարողանում եք բողոքարկել ըստ կարիքի, անձի վերիֆիկացիայի կամ տարատեսակ այլ մեթոդներով, որը ըստ պահանջի կներկայացվի, կամ օրինակ mail-ով։ Բայց այստեղ պետք է նկատի ունենաք, որ նաեւ mail-ով կարող եք կեղծարանները ձեզ հետ կապնվել ու հենց այն mail-ով, որը կապած է Facebook-ին, որպեսզի ընդհանրապես չկասկածեք։ Տարբերելու մի քանի ձև կա։ Առաջինը URL-ը տարբերվում է։ Անկախ նրանից, որ կեղծարանները կարողանում են ստեղծել նույն UI-ով կայք, որ մտնեք ու տեսնեք, որ ոչ մի բան չի տարբերվում։ Իրականում ձեզ թվա թե Facebook կամ Instagram եք լոգին լինում, բայց իրականում համ URL-ի մեջ, համ mail-ով կապնվելուց ինչ mail-ից է նամակը եկել, տեսնելով կարող եք տարբերել, որ դա իրականում ինչ-որ անհասկանալի խաբեություն է։ Որպեսզի վստահ լինեք, միայն իմ նշած երկու տեղերում պետք է ուշադիր լինեք՝ Account Center եւ Business Support Home։ Ինչ երևույթ է սա եւ ինչպես դրա դեմ պայքարել։ Սա ինձ ներկայացնում է տարական ֆիշինգի ձև եւ ինչ է ֆիշինգը եւ ինչ են անում ֆիշերները։ Ֆիշինգը զեղծարարության մեթոդ է, որի նպատակն է կոտրել ձեր անձնական տվյալները, ձեր հաշիվները, սոցկայքերը եւ այլն։ Կան մի քանի տարբեր մակարդակի ֆիշինգներ, օրինակ որ մինչեւ ձեր ամբողջ հեռախոսի տվյալները, ընդհանուր մինչեւ բանկային application-ներ ամեն ինչին դոստուպ ունենան։ Ֆիշերների դեմ պայքարելու ամենակարևոր մեթոդը կայանում է նրանում, որ պետք է միացած լինի ձեր երկփուլային անվտանգությունը մի քանի step-ով, օրինակ թե authenticator-ով, application-ով եւ թե նաեւ SMS տարբերակով։ Ինչպես նաեւ պետք է ձեր գաղտնաբառը լինի հուսալի, այսինքն չպետք է լինի տարեթիվ, անվանում, երեխայի անվանումը, հեռախոսի համարը եւ այլն։ Գաղտնաբառի մեջ պետք է պարունակի թե սիմվոլներ, թե մեծատառ, թե փոքրատառ տառեր եւ թե թվեր։ Մյուս կարևոր բանը՝ երբեք մի տվեք ձեր գաղտնաբառը երկրորդ անձի։ Ձեզնից բացի ոչ ոք չպետք է իմանա ձեր գաղտնաբառը։ Բացի դրանից, եթե որևիցե մի կասկածելի հարթակում գրանցվել եք կամ թողել եք ձեր անձնական տվյալները, ապա անմիջապես գնացեք ձեր տվյալ թվային հարթակի կարգավորումների անվտանգության բաժին, թարմացրեք ձեր գաղտնաբառը երկփուլային անվտանգության հետ միասին անմիջապես։ Եվ վերջում, եթե դիրեկտով, Instagram-ով կամ Messenger-ով, Facebook-ի ստացել եք նամակ որևիցե մի կասկածելի էջից, որտեղ նշվում է թե իբր խախտել եք որևիցե մի կանոններ կամ policy-ներ, միանգամից պանիկայի տվել պետք չի։ Վստահեք ձեր զգացողությանը, եղեք մեդիա գրագետ, անտեսեք նման զեղծարարների փորձերը կոտրելու ձեր անձնական տվյալները։